Սիրելի իջևանցիներ, Տավուշի սիրելի իմ հայրենակիցներ, իմ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել ու ձեր ներկայությամբ ասել մեր ապագայի տեսլականի մասին, ձեր բարբարի նման քաղցր եք դուք։ Իջևանում ես աչկաբաց մարդիկ, ոնց կարան լավ չապրեն, գիտեք ինչի համար, չկա մեկը, ով վարժ է հիմնարկներ ստեղծելու, աշխատատեղեր ստեղծելու մեջ։ Այդ մարդը հայերի մեջ, ես չեմ ասում, հայտնի բան է, հայերի մեջ մի հոգի է ու մայրը այստեղից է։ Հայ ազգին մի ներկայացուցիչ է, ով պատմության ընթացքում եկել է քաղաքական դաշտ նախախնամությամբ, եկեղեցին պաշտպանելու համար։ Ամեն մարդ չի եկեղեցին պաշտպանելու համար մտնում քաղաքականություն, պատմության մեջ sense դեպք շատ քիչ է եղել։ Սա առաջին դեպքերից մեկն էր։ Մարդը լինելով գործարար մտել է քաղաքականություն, եկեղեցին պաշտպանելու համար կալանավորվել է, ճիշտ պահել է իրեն տղամարդավարի ամբողջ ընթացքում կալանքի եւ հայտ է ներկայացրել իր երկիրը փոխելու, որտեղ հոգնել է աղքատ երկրի քաղաքացի լինելուց։ Կարապետյանը հայտարարել է, ստեղծում է հիմնադրամ, որտեղ ներդրում է կատարում 70%-ը մեծ մասը հայ բիզնեսմենները Սփյուռքից, հայ մեծահարուստները Սփյուռքից, մեր ընկերներն ու գործընկերները, մեր 30%-ը փոքր մասը պետությունը։ Այդ հիմնադրամը ամսական թոշակ է նշանակում, նպաստ է նշանակում այն մարդկանց, ովքեր ծայրահեղ աղքատ են։ 5 հոգանոց ընտանիքին 150,000 դրամ։